Վերջին օրերին Արցախյան տասնյակ կազմակերպությունների կողմից, այս պահին 32 կազմակերպության կողմից ձևավորվել է Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը, որը միտված է առաջնահերթորեն զբաղվել Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման հարցերով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկվող ծրագիրը այս ուղղությամբ եւ դրա վերաբերյալ արդեն վերջին շաբաթներին ի հայտ եկած պաշտոնական հայտարարությունները, պարզաբանումները, որոնք որոշակի հստակեցումներ են տալիս, ուղղություն են տալիս, թե ինչ սկզբունքներ, ինչ դրույթներ են ընկած այս ծրագրի հիմքում։ Այս կազմակերպությունները, 32 կազմակերպությունները դեռևս նախնական է, մենք վստահ ենք, որ ընթացքում բազմաթիվ այլ արցախյան հասարակական կազմակերպություններ կմիանան այս նախաձեռնությանը, մենք դեռևս կայացման փուլում ենք եւ աստիճանաբար ավելի հստակ կլինեն նաեւ մեր գործողությունները։ Ծրագիրը հնարավորինս իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով։ Ծրագրի իրագործման ժամկետը սահմանել 2 տարի, ակտիվ կերպով ներգրավելով միջազգային եւ սփյուռքյան ֆինանսական ռեսուրսներ։ Բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղանված անձի հատկացնել բազային 5 միլիոն դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին։ Նշված գումարը հատկացնել բոլորին անվերադարձելիության սկզբունքով։ Արդյունավետ միջոցներ ձեռնարկել բնակարանային շուկայի գների հետագա աճի կանխման ուղղությամբ, աջակցելով նոր բնակֆոնդի էժան ու արագ կառուցապատման ծրագրերին։ Հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահանջից, որը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին։ Առանց կրճատումների շարունակել բնակվարձի եւ կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության 40,000 + 10,000 դրամի ծրագիրը, մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը։ Փոքրակազմ մինչև 3 անդամ ընտանիքների համար ծրագրում նախատեսել առանձնահատուկ մոտեցում։ Յուրաքանչյուր ընտանիքին ըստ անդամների քանակի հատկացնել ողջամիտ չափի ֆինանսական աջակցություն գույք ձեռք բերելու նպատակով։ Ծրագրում սահմանել առաջնահերթություններ եւ լրացուցիչ արտոնություններ զոհվածների ու առաջին խմբի հաշմանդամների ընտանիքների համար։ Ծրագրում նախատեսել նաեւ համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց եւ հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար։ Ծրագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ իրավակիրառ պրակտիկայում նախատեսված կերպով դնել հանրային լայն քննարկման եւ հաշվի առնել շահառուների մտահոգություններն ու առաջարկները։ Այս ծրագիրը միանշանակ պետք է նպաստի Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանն ու արտագաղթի բացառմանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական ու տնտեսական զարգացման որոշ խնդիրների լուծմանը։ Այն պետք է ռազմավարական առումով հաշվի առնի նաեւ Արցախ հնարավոր վերադարձի նպատակը, անհրաժեշտ պայմաններ ու գործողություններ ապահովելով այդ նպատակի համար։ Ի պատասխան տարաբնույթ պնդումների ու շահարկումների ընդգծենք, որ մենք բնականաբար կողմ ենք պետական աջակցության բոլոր, այդ թվում բնակարանային ծրագրերին, նաեւ մեր Հայաստանի Հանրապետության հայրենակիցների համար, սակայն մյուս կողմից կարևոր է գիտակցել Արցախի բռնի տեղահանված ժողովրդի հանդեպ առանձնահատուկ մոտեցման հիմնավորվածությունը, հաշվի առնելով մեր մեծագույն կորուստները եւ փախստական անձանց հանդեպ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային ու ներպետական պարտավորությունները։ Այս առաջարկների հիմնավորումները եւ մնացած մանրամասները կարող ենք ներկայացնել հանրային քննարկումների ընթացքում։ Մենք միաժամանակ պատրաստ ենք ցանկացած ձևաչափով հանդիպումների ու քննարկումների։ Առիթից օգտվելով ես նաեւ ցանկանում եմ մեր անունից եւ նաեւ Արցախի ողջ ժողովրդի անունից մեր խորին շնորհակալությունը հայտնել Հայաստանի մեր քույրերին, եղբայրներին,
մենք իրականում զգացել ենք նրանց սրտացավ հոգատար մոտեցումը հենց առաջին օրվանից։